Ողջույն, ես Մարին եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստիան կրթահամալիրի հետազոտական բաժանի 10-րդ դասարանում։ 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում կատարում եմ հետազոտական աշխատանք նորաձևության թեմայով։ Աշխատանքի բառնագիր Fashion as an Identity Marker։ Հետազոտական աշխատանքի կարևոր բաղադրիչներից է գործնական մասը, որն ապահովում է տեսական նյութի կիրառումն իրական կյանքում։ Գործնական մասի շրջանակներում կազմվել է հարցաթերթիկ, որն ուղարկվել է տարբեր տարիքային սոցիալական խմբերի մարդկանց, նպատակ ունենալով բացահայտել նրանց նորաձևության նախընտրությունները։ Թեև այս փուլն արդեն իրականացվել է, նպատակ ունենալով ել ավելի խորացնել հետազոտության դաշտը, այսօր անցկացնել եմ հարցազրույց ոճաբան Լարիսա Ասլյանյանի հետ։ Ողջույն Լարիսա ջան, շատ ուրախ եմ այսօր դեռ այստեղ տեսնել եւ շատ շնորհակալ եմ, որ չմերժեցիք հարցազրույցին մասնակցելու հրավերը։ Ողջույն ձեզ, ես եմ նախ շատ շնորհակալ, որ դուք ինձ հրավիրել եք այստեղ եւ ինձ շատ հաճելի կլինի պատասխանել ձեր հարցերին եւ օգտակար լինել։ Այսօրվա զրույցի առանցքում է հայկական եւ միջազգային նորաձևություն։ Քննարկելու ենք նորաձևության ընթացիկ միտումները, տենդենսները եւ արտասահմանյան բրենդների նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաեւ ոլորտի ապագա եւ կրթական հեռանկարները Հայաստանում։ Ոճը հնարավորություն է ասելով ես, առանց խոսելու, ասել է Ռեյչել Զան։ Համամիտ եք այս մտքեր, արդյոք մարդը կարող է ոճով իրեն ներկայացնել, ասել ով է նա առանց խոսելու։ Այո, իհարկե, միանշանակ դա այդպես է եւ изучая, որ ռուսն ասում է «Падёшки встречают, по уму провожают». Առաջին տպավորությունը, որ մարդ թողնում է, դա իր արտաքինն է թողնում եւ առանց որևէ բան ասելու մարդ կարող է ներկայացնել իր ներքին աշխարհը, իր նպատակները այս կյանքում։ Ինչ կասեք նորաձևության ընդհանուր տենդենսների մասին, ինչպես այն զարգացել վերջին տարիներին, ինչպես Հայաստանում, այդպես էլ արտասահմանում։ Ինչ վերաբերում է fashion ինդուստրիան համաշխարհային, ապա վերջին մի քանի տասնյակ տարիներ շարունակ իհարկե այն զարգանում է շատ արագ։ Իսկ ինչ վերաբերում է մեր Հայաստանի fashion-ին, ապա վերջին մի քանի տարին է, որ զարգանում է, կարելի ասել, դրան իհարկե ապացույց են մեր Fashion Week-երը վերջի 2 տարիները, առաջին անգամ Հայաստանում ընդհանրապես Fashion Week եղավ անցած տարի եւ այս տարի եղավ երկրորդ անգամ, դա ասում է նրա մասին, որ այդ ինդուստրիան ուզում է զարգանալ եւ ես հույսեր ունեմ, որ գնալով ավելի եւ ավելի է զարգանալու։ Որքանով են հայ սպառողները հետաքրքրված տեղական բրենդներով, համատած միջազգային բրենդների հետ։ Տեսնում եք աճ այդ հետաքրքրության մեջ։ Եթե դարիներ մի քանի տարի առաջ, ապա ես կասեմ, որ հայկական բրենդներից ընդհանրապես չեն օգտվում եւ նոր է շուկայում հայտնվում մեր հայկական բրենդերը։ Իսկ եթե մենք խոսենք միջազգային բրենդերից, ապա շատ ակտիվ մեր սպառողները, հայ սպառողները օգտվում են։ Բայց վերջին նորից կասեմ 2-3 տարիների ընթացքում հայկական մեր բրենդերը շատ զարգացել են եւ հայ սպառողը նույնպես ուզում է կարծես թե օգտվել։ Դրան ապացույց են մեր հայ դիզայներները, որոնք նրանց հավաքածուները հավաքում են շոուրումներում կամ ավելի մեծ ինչ-որ շոփերում, օրինակ Made Fashion Corner-ը, որտեղ գնալիս մենք կարող ենք տեսնել հավաքածուներ տարբեր դիզայներների։ Այդ կարգի շոփերը հիմա շատ հայտնի են դարձել եւ զուտ իմ ծանոթության մեջ շատերն են հաճախում այնտեղ եւ ես կարծում եմ, որ մոտակա ապագայում շատերը ավելի կօգտվեն հայկական դիզայներներից։ Ինչպիսին է ձեր տեսլականը հայկական նորաձևության մեջ։ Կամ մի բան, որ կցանկանայիք փոխել կամ զարգացնել այս ոլորտում։ Կարծում եմ, որ ես ոչինչ էլ չէի փոխել այս ոլորտում, որովհետև նորից կկրկնեմ, ես մի քիչ առաջ ընկա, այդ ոլորտը Հայաստանում սկսել է զարգանալ եւ ինձ դա շատ դուր է գալիս եւ նորից կրկնեմ, որ ի ապացույց դրան դա մեր Fashion Week-երն են, որտեղ մեր բրենդերը շատ լավ հավաքածուներ են ներկայացրել, այս տարի էլ ավելի կազմակերպված էր, քան անցյալ տարի, դրա համար ես կարծում եմ, որ շատ լավ ապագա է սպասում մեր դիզայներներին եւ հույս ունեմ, որ մենք ավելի կշատանանք եւ առաջ կգնանք, որովհետեւ եթե համեմատենք օրինակ մեր հարևան Վրաստանի հետ, ապա ես միշտ այնպեսի կարծիք եմ ինձ մոտերել, որ Վրաստանը մեր առջևում է, նրանք ավելի առաջ են եւ կարծում եմ, որ մենք անգամ առաջ կգնանք վրացիներից։ Եթե հնարավորություն ունենաք ներկայացնել Հայաստանը մեկ կերպարի կամ հագուստի միջոցով, որ ոճի եւ գույները կընտրեք։ Եթե մենք խոսում ենք Հայաստանի մասին, ապա ես միանշանակ կընտրեմ նոր բրենդ, որը կոչվում է Gaia Clothes, հայկական դիզայների, ինչու հենց այդ բրենդը, որովհետև այնտեղ ներկայացված են լրիվ նոր տրենդային զգեստներ, բայց որպես հիմք են հանդիսանում հին հայկական զգեստերի օրինակները։ Եվ եթե մենք խոսենք զարդերից, ապա ես կընտրեի Prego-մշից կամ Patron Dash-ից որևէ բան, որպեսզի մեր outfit-ը լիներ full, իսկ ինչու հենց այդ բրենդերը, որովհետև այնտեղ նույնպես ներկայացված են մեր հայկական պատմության նմուշները։ Կարող եք նշել նորաձևության մի քանի միջազգային բրենդներ, որոնք այսօր ներշնչում են ձեզ։
Միանշանակ ես կնշեմ Prada-ն առաջի հերթին, որովհետև այն հոգեպես շատ մոդ է, այդ ոճը ներկայացնում է նաև իմ ոճը։ Եվ եթե մենք խոսենք օրինակ Chanel-ի մասին, ապա դա ավելի շատ կլասիկ ոճն է, որը ինձ համար մի քիչ խորթ է, եւ այդ պատճառով ես ընտրում եմ ավելի շատ casual կամ smart casual ոճը, դա իհարկե Prada-ն է։ Ինչ նշանակություն ունի անհատականությունը նորաձևության մեջ։ Արդյոք ոճը կարող է լինել ինքնարտահայտման ձև։ Ասեմ ավելին, ոճը պետք է անպայման հանդիսանա որպես ինքնարտահայտման ձև, որովհետև օրինակ բերեմ, եթե ես իմ հաճախորդին առաջարկեմ բոլոր տրենդերը այս սեզոնի, հավաքեմ մեկտեղ եւ ասեմ կրիր, սա դու կլինես շատ նորավոր, այդպես իհարկե չի լինի։ Մարդ պետք է հոգեպես հասկանա, թե նա ինչ է ուզում, ինչին է նա հասել իր կյանքում, որ level-ին է նա եւ ըստ դրա արդեն պետք է կազմել նրա outfit-ը, որովհետեւ օրինակ վերցնենք, եթե լինի մայրը դեկրետում կամ օֆիսի աշխատող, նրանց outfit-ները լրիվ լինելու են տարբեր, նրանց տրենդերը լինելու են տարբեր եւ ամեն մարդ պետք է ցույց տա իր ներքին աշխարհը, թեկուզ իր բնակավարը, թե որտեղ է նա աշխատում, ինչով է նա զբաղվում, կերպարը պետք է այդ ամենի մասին խոսի, դրա համար ամեն մեկը պետք է գրի այն, ինչ ներկայացնում է իր հոգեկան աշխարհը։ Ինչպեսի փոփոխություններ կամ նոր ծրագրեր կցանկանայիք տեսնել Հայաստանում առաջիկա տարիներին, քանի որ փաստացի երբ խոսում ենք կրթական տեսանկյունից, այն այդքան էլ զարգացած չէ Հայաստանում։ Արդյոք կան կրթական հաստատություններ, որտեղ հնարավոր է դառնալ ոճաբան։ Ինչպիսի նախաձեռնություններ է պետք իրականացնել ոլորտի զարգացման համար։ Որպես այդպիսին հաստատություններ մենք fashion ինդուստրիայի չունենք ցավոք սրտի, բայց մենք ունենք շատ լավ բարձր level-ի դիզայներներ, ոճաբաններ, ովքեր անցել են իրենց կրթություն են ստացել օրինակ Մարագոննայի համալսարանում, որը գտնվում է Միլանում, Փարիզում, եւ հենց այդ ոճաբանները ունեն իրենց դպրոցները, ասենց ասած, որտեղ նրանք սովորեցնում են մեր աղջիկներին ինչպես դառնալ դիզայներ, ոճաբան եւ մի քանի այդպես ուղղություններով, բայց հենց հաստատություն մենք ցավոք սրտի չունենք, ինչը ես շատ կուզենայի որ փոխվեր մեր Հայաստանում, եթե այդպիսի հաստատություն հայտնվի, ես համոզված եմ, որ շատ շատերը կցանկանան գնալ այնտեղ սովորել եւ իհարկե մեր fashion ինդուստրիան ավելի կզարգանա այդպիսով։ Շնորհակալություն հարցերին անկեղծ պատասխանելու համար։ Ձեր պատասխաններն օգնեցին ինձ ամբողջացնել իմ հետազոտական աշխատանքը։ Նաեւ դրանց միջոցով կատարեցի հետաքրքիր բացահայտումներ։ Ես եմ շատ շնորհակալ Մարի ջան ձեր հրավերի համար եւ շատ շնորհակալ եմ, որ վստահել եք ինձ այս հարցում։ Ունեմ մի առաջարկ, առաջարկում եմ մոնում շրջենք եւ դուք ինձ համար ընտրեք մեկ ամբողջական առօրյա լուք։ Կցանկանայի, որ հենց դուք ընտրեք այն ինձ համար, հիմնվելով ձեր տեսնականի ճաշակի վրա։ Շատ լավ, մեծ սիրով, մեծ հաճույքով։ Քանի որ դրսում գարուն է, ես ուզում եմ որպեսզի outfit-ը, որը մենք կտրենք ձեզ համար, լինի կոնտրաստային եւ վառ գույներով։ Եվ մինչ ընտրելը մեր outfit-ը, մի խորհուրդ կտամ, եթե դուք գալիս եք խանութ սրա եւ ուզում եք ձեզ համար full outfit ընտրել, ապա միշտ սկսեք ներքևից, այդպես ավելի հեշտ է միշտ կազմել։ Եվ նույնը ես առաջարկում եմ հիմա։ Ես ուզում եմ մենք ընտրենք ձեզ համար որևէ տաբատ, դա կարող է լինի դենիմից եւ հետո հավաքենք այդ դենիմի վրա մեր մնացած շերտերը։ Որպես տաբատ ես ընտրել եմ ձեզ այս դենիմից տաբատը, ինձ թվում է այն շատ գեղեցիկ կնստի ձեզ վրա, որովհետև վիզուալ սլացիկ եւ ավելի բոյով է ձեզ ցույց տալու իր ձևի շնորհիվ, այս գույնը շատ ակտուալ է, միշտ է ակտուալ, այնպես որ դուք շատ երկար կարող եք այն կրել։ Այս տարվա տրենդերից է զամշան, պայուսակներ, կոշիկներ, բլեյզերներ, դա շատ նորաոճ է, եթե զամշայից են նրանք պատրաստված եւ դրա համար ես ընտրել եմ այս մյուլիները, որոնք դենիմի հետ շատ հետաքրքիր կոնտրաստ է ստեղծվում եւ այս մյուլիները նաեւ ինչու եմ ես ընտրում, առօրյայում այս կրունկը շատ հարմար է, դրա համար ես միշտ ընտրում եմ այս կատեգորիայի մյուլիներ, որոնք ոչ բարձր են, ոչ էլ ցածր, բայց շատ սլացիկ եւ կանացի են ստեղծում մեր outfit-ը, իսկ կանացիությունը դա այս սեզոնի եւ անցյալ սեզոնի տրենդերից մեկն է։ Տաբատի հետ ես ընտրել եմ այս ժիլետը, ինչու հենց այս երանգը, որովհետև նորից կրկնեմ, սա այս սեզոնի տրենդերից է եւ այս երանգը կոչվում է սլիվոչնե մասլա։ Այն շատ նորաոճ է եւ թարմ է։ Գարնան համար ինձ թվում է սա իդեալական տարբերակ է եւ համադրությունը այս երանգի, ռիժի երանգը դեղինի հետ կոնկրետ սլիվոչնե մասը շատ գեղեցիկ է ստացվելու եւ այդ երանգները բացելու են մեր կապույտ դենիմից տաբատը։ Անպայման ընտրում ենք երկրորդ շերտը, որպեսզի մեր outfit-ը լինի ավելի հետաքրքիր, մնագասլոյնես, դա մեր տրենդերից մեկն է եւ դրա համար ես ընտրել եմ մեր կոշիկների մյուլիների երանգի, ինքը կարծես թե զամշայի տպավորություն է թողնում, բայց սա ուրիշ ֆակտուրա է եւ շատ գեղեցիկ կլինի մեր դենիմի եւ դեղին սլիվոչնե մասը երանգի հետ, շատ գեղեցիկ է ստացվելու այս համադրությունը, այնպես որ ձեզ դուր կգա։ Մեզ մնում է ընտրել պայուսակ եւ մեր outfit-ը պատրաստ է։
Եվ մեր outfit-ը ամբողջական դարձնելու համար մեզ պակասում է պայուսակը։ Ես ընտրել եմ ծղոտե տարբերակը, որը նույնպես գարնան եւ ամռան համար շատ հարմարավետ կլինի եւ ակտուալ։ Հագուստի ընտրությունը հրաշալի էր։ Շնորհակալություն նման փորձառության համար։ Հագուստն ընդգծում էր թե ոճը, թե անհատականությունը։ Շատ շնորհակալ եմ ձեզ եւ ասեմ, որ ձեզ շատ սազեց այդ։ Մի հարց է հետաքրքրում. ինչու հենց ոճաբան, ինչպես ընտրեցիք այդ մասնագիտությունը։ Իմ առաջին մասնագիտությունը դա туриզմն է, մենեջեր եմ ես туриզմի ոլորտում, բայց քանի որ հասկացա, որ չեմ աշխատելու այդ ոլորտում ինձ հարմար չէ, ես ընտրեցի ոճաբանությունը, բայց ընտրել եմ այն ոչ թե ուղղակի, այլ որովհետև հենց մանկուց եմ ես դա սիրել, գեղեցիկ հագնվել, լինել միշտ նորավոճ եւ առանձնանալ ամբողջ մասսայից։ Եթե հնարավորություն ունենայիք վերադարձնել ժամանակը, ապա նորից կընտրեիք ոճաբանի մասնագիտությունը։ Այո, անպայման կընտրեի եւ ես կարծում եմ, որ ես այն ընտրել եմ շատ ճիշտ ժամանակին, որովհետեւ հենց հիմա ես կարող եմ ինձ նվիրել այդ աշխատանքին, այդ ոլորտին, այնպես որ անգամ ժամանակը վերադարձնելու կարիք էլ ես չեմ զգում, որովհետեւ ես ճիշտ տեղում եմ ճիշտ ժամանակին։ Շնորհակալություն Լարիսա ջան հրաշալի հարցազրույցի համար։ Հարցազրույցը իսկապես հաճելի եւ արդյունավետ էր։ Ձեր պատասխանները ոչ միայն հետաքրքիր, այլև ոգեշնչող եւ օգտակար։ Ես եմ շատ շնորհակալ եմ, որ ինձ վստահեցիք եւ հույս ունեմ, որ ձեզ շատ օգտակար եմ եղել այս հարցում։ Իսկ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Շնորհակալություն, որ այն դիտեցիք մինչև վերջ։